Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Վերթամանքի ավականու հերթական նիստի ես ներկայացնեմ օրակարգը 18-րդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը։ Առաջին Տավուշի մարզի Վերթամանքի 2026 թվականի տեղական բյուջեի փոփոխություններ կատարելու վերաբերյալ Կարինե Իվանի Բաբայան անհաձեռնարկատիրոջ անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին, Նույնմետ սոցիալական հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին, Վերթամանքի ավականու 20 հունվար 26 թվականի թիվ 182A որոշման երկրորդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին, դեպի առաջ բարեգործական հասարակական կազմակերպության հետ անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու մասին, 11-014-05-16-002 ծածկագրով 015 հեկտար մակերեսով արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին, հատկեսական նշանակության 11-030-0162-0059 ծածկագրով 001 հեկտար մակերեսով արոտավայրը ցուցային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին, գյուղատնտեսական նշանակության 11-030-0162-0050 ծածկագրով 0 հեկտար մակերեսով արոտավայրը ցուցային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին եւ Տավուշի մարզի Վերթամանքի սեփականությունը հանդիսացող ավտոտնակ հողամասով Զավոն Վոլոդիայի Քարտաշյանի նոտարելու մասին, Տավուշի մարզի Վերթամանքի սեփականությունը հանդիսացող ավտոտնակ հողամասով Մայակ Արամայսի Ադամյանի նոտարելու մասին, Տավուշի մարզի Վերթամանքի սեփականությունը հանդիսացող ավտոտնակ հողամասով Արամ Համայակի Ադամյանի նոտարելու մասին, Տավուշի մարզի Վերթամանքի բնակիչների անվամբ գրանցված անշարժ գույքի շարժական գույքերի և հողի վարձավճարների հարկերի արտոնություններ տրամադրելու մասին, Տավուշի մարզի Վերթամանքի ավականու հերթական նիստի գումարները սահմանելու մասին, նշված օրակարգով այսօր կաշխատենք, ովքեր են դեմ ձեռնպատ չունենք, առաջի հարցի համար խնդրեմ ընկերավարյան։ Ուրեմն առաջի հարցը վերաբերվում է մեր 25 թվականի նոյեմբերի 13-ին Վերթամանքի 26 թվականի տեղական բյուջեի հաստատելու մասին որոշման մեջ եւ հավելվածություն կատարել հետեւյալ փոփոխություն։ Տավուշի մարզի Վերթ խոշորացած համայնքի 26 թվականի համազգեստության ծրագրերով հաստատված հայտերի հիմնադրամների կապիտալ վերանորոգման իրականացման համայնքի կողմից ֆինանսավորման մասնաբաժնի ապահովման համար պարուստային ֆոնդից հասկացնել 170 միլիոն դրամ։ Նշված գումարն ավելացնում է համայնքի բյուջեի ծախսեր ճանապարհային տրանսպորտ հոդված։ Ուրեմն սա վերաբերվում է ինչպես ասացինք մեր մասը կատարելու ծրագրի մեր պարտավորությունը իրականացնելու։ Ինչ որ հարցեր առաջարկություններ ունենք։ Ոնց եթե պարզ է, ուրեմն քվեարկենք, ովքեր են կողմ դեմ ձեռնպատ ունենք եւ երկրորդ հարցի համար խնդրեմ։ Ուրեմն քաղաքաշինության բաժինը ունի 10 հարց ներկայացրած, մի հարց հանձնաժողովով 7-րդ հարցը հանել են, խմբագրում կատարված 8-րդով, բայց դուքվել չգիտեմ նրանք տեխնիկական հարցը, 7-8 նույնն է, 7-ը հանել ենք։ Ուրեմն սկսենք։ Կարինե Իվանի Բաբայան անհաձեռնարկատիրոջ անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։ Տալ համաձայնություն Վերթամանքի սեփականությունը հանդիսացող գյուղ Մովսես Առաջ փողոց 20 շենք հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի մի սենյակից 21 քառակուսի մետր անհատույց օգտագործման իրավունքով 1.5 տարի մոկետով տրամադրել Կարինե Իվանի Բաբայանին անհաձեռնարկատիրոջը խմորեղեն արտադրությամբ զբաղվելու համար։ Մեր վարչական շենքի առաջի հարկն է, բավական մեծ զալ է, ինքը է հաշվին։ Այդ 21 քառակուս, կամ համայնքի ղեկավարը թող բանում։ Գյուղապետարանի պատվանային հարկն է, հիմա մի օգտագործում որպես պահեստ, բայց երկրորդ խորհուրդի մուտք ունի, հիմա վերեկարգ են դες կտրում, 21 քառակուսի ինքն ասինքն անում որ ստացել, համ կտրում է, համ վերանորոգում է, 18 ամիս օգտագործելուց հետո ոնց կդնենք հավաքանում, եթե պետք լինի կսարքենք վճարով, բայց ինք հիմա մեծ գումար ծախսելու վերանորոգման համար, պատվալից սարքելը ոնց որ սննդիկ է,
Շիկնավարցարդու չէ, դե ավելի հանդանեսել հաստատ, եթե ասենք դաժե 20,000 ժամ ուղեր հաշենք, 10 ամիսի 260 Այսինքն ծրագիրը դուք ինչ եք կարծում կայուն կլինի, որ մենք այդքան առաջարկենք։ Համակալից ուսամ ավելի երկար օգտագործի, եթե ավելի լավ կլինի դաժե աշխատողը։ Ինքը դասընթացների ակինացել խմորետենի մարինան շուշմարեն հատկացել ինացել այդ ամբողջ բաներ նավը, ես գիտեմ, էլ այդ աղջկա, ամեն ինչ նավը Երևանից իրեն զնում տարածքը, որպես ինքը աշխատացնի, ամավար ուտանիքեն են երեխա ունի։ Մենք ուտես տարով առաջարկալ փոխադարձ համաձայնություն։ Քննարկեցինք ովքեր են կողմ դեմ ձեռնպահ չունենք շարունակեցինք երրորդը Ինը բեր սոցիալական հիմնադրամը նամակոց օգտագործման իրավունքով տարածտրամադրելու մասին կալ համաձայնություն Բերդամանքի սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ Բերդամանքը Բերդ Լևոնբեկի 10 հասցեում գտնվող վարչական շերքը ձեզ մոտ երկրորդ հարկագրած, բայց երրորդ հարկի համար 16 և համար 11 սենյակը, ընդհանուր 4486 մակերեսով։ Օգտագործման 1 տարի ժամկետով։ Տրամադրել է հիմնադրամին Բերդ Ստեմհամբ ակումբի շրջանակներում ուսումնական ծրագրեր իրականացնելու համար։ Պետք է ճիշտ ասած այս ներկային է, ինչի համար չէ ներկա, բայց ուսումնական ծրագիր են իրականացնում ու լուրջ տեխնիկա են տեղադրելու շենքի երրորդ հարկն տնցած։ հետագայում են համայնքին է տրամադրվելու, ինչքան գիտեմ, ուսումնական ծրագիր բայց ապարատուրա ման ընդհանուր բերելու ուզում էին մի քիչ ռաշոտ կողտուրն լինեն նույնիսկ վայ ապարատուրա Տեխնիկա չէ լաբորատորիա համակարգիչները Չէ, ուսումնական բանա, բնանիտական ավելի շատ դրանց սպառում։ ինչ որ Օրինակ ես կարող չեմ։ Ինչու է իրականում միայն սպառել։ Ուսումնական դասընթացներն անել երկու սենյակ են վերկալով։ Ուսումնական դասընթացները ուղղությամբ, ուսումնական դասընթացներ կա։ Հիմա ինչ է սովորացնելու ջերմում հետո մասում։ Իրանք պետք է վերկայեն եղել, եթե ես չգիտեմ, թե չկան այսօր ուղղակի իրանք ժամանակ առ ժամանակ ծրագիր են իրականացնում Վիննետբերդը, հիմա այդ տարածքը մենք ասացինք, որ ենթակա է ապամոնտաժման հետագայում, աստին ժամանակավոր տրամադրեցեք, որ այդ Իրանք ծրագրի տեղեկությունն է տար, իրանք են մի տարով էլ դիմել։ Հանրական համելեզնի կազմակերպություն չէ, որ ծաղկանոցի մոտ տարած վերցրին տրամադրին, բայց ոչ մի բան չարեցի։ Չէ, ես մեկը բան ավաշոտ կողպան նարս Շոկ են ձեր նշանակել, որ իրանք ասել ենք տնենք ավականու, հիմա ես կարանք իրանց հետ կապվեք, ասեք, եթե հնարավոր է, վերջին հարցը սարքենք, իրանք ներկայացնեն ավականու որոշում կայացնի ու անցնենք առաջ, եկեք այդպես անենք, հիմա շարունակենք, մինչև սորակարգի վերջին հարցին հասնելուն Բերդ համայնքի ավականու 26 թվականի թիվ 182 որոշման երկրորդ կետը կորցրած ճանաչելու, այսինքն մենք բանը դեպի առաջ բանի կազմակերպությանը տարածք ենք այն ժամանակ տվել, այն վաղտին պայմանագիր ա եղել, երկարացնենք բան, հետո այս անգամ որ գնացինք ավականը դեղանավար շինություններ կար, նոտարը գրանցում չարավ, ասեց որ մասա պայմանավորվեցինք, հաջորդ հարցը կկարդամ։ Այն մնացածը որ ավարտված է իրանց սարքածն կիսել ենք, կայականան էտ ենք տալի իրանց, այն մնացածը մնում է համայնք են անավարտը, էլի համայնքին են պրոստը անհատոց։ Մեր հենացած որոշում ուժ կործած է ճանաչը, որ հաջորդը տանան։ Այսինքն դու ասացիր 4 և 5 հարցերը մի անգամ։ Մի անգամ ասացիր 4 և 5 հարցերը։ Հինգերորդ հարցը Դու քվեարկեցինք, եթե հարցեր չկա այդ
վերաբերյալ Este nervuzele în ce se masă. Իրական կամիստ ենք արել այս սանցուր։ Անցած նիստում ենք տարածք ենք տրամադրել 4777 քառակուսի։ Գրանցման ժամանակ խնդիրը լավ։ Մանակ իրանց տարած։ Մի որպես նորից պետական գրանցում փոփոխություն է կարել, այս մեկ ուժ բարձրաց ենք ճանաչում, հաջորդ հարցումը ասեմ ինչ ենք տալիս։ Կողմ դեմ ձեռնպահ չունեն շարունակեցին 5-րդ հարցը։ Ուրեմն դեպի առաջ բարեգործական հապին համապույս օգտագործման պայմանագիր կնքելու մասին տալ համաձայնություն տալոշի մարզբերք համագյուղ այգեպ առաջ փողոց 26 գործարան ասում արդեն ուրիշ հասցի է պետք կտորնա անշարժ գույքը արդյունաբերական դերկողտորելու նշանակոց ամբողջությամբ անհատույց օգտագործման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել դեպի առաջ բարեգործական հասարակական կազմակերպության 25 տարի Ești bare corupțiune. Խարոսնալ է Եթե հարցեր չկա քվեարկեցին կողմ դեմ ձեռնպահ չունենք 6-րդ հարցը 6-րդ հարցը 11-014-0516-006 ծածկագրում 1504 համակերեսով արոնդավայր վարձակալությամբ տրամադրելու մասին Պալ համաձայնություն 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Բերդ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականության հանդիսացող Գյուղարծվաբերդ ներկայացված ծածկագրում 1504 քառակուսի մակերեսով արոտավայր Օղամասի վարձակալության մեկնարկային սահմանը 3000 դրամ կազմված գործ ներկայացնել Տավուշի մարզպետան եզրակացություն ստանալու համար Ուժ գործած ճանաչը Բերդ համայնքի հավաքանում մայիսի մեր անցած հավաքանում որոշում ընդեղ բանը սխալման գրել ենք համայնքային սեփականություն պետական դրա համար ուժ գործած ենք ճանաչում Հարցեր եթե չկա քվեարկեցին կողմ դեմ ձեռնպահ չունենք հաջորդը 7-րդ հարցը հանձնաժողովը որոշել է համեն ցանկից 8-րդ հարցը կարդում Գյուղատնտեսական նշանակությամբ 11-030-162-59 ծածկագրով 1000 քառակուսի մետր մակերեսով արոտավայրը մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշ գյուղի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-030-162-59 ծածկագրով 0.1006 համակերեսով արոտավայրը գյուղգործունեություն իրականացնելու համար սահմանը վարձավճարը 22,000 դրամ Թոմուզավ, շուտով ատինում աչում Minte 20.000, minte 20. Եթե հարցեր չկա քվեարկեցին կողմ դեմ ձեռնպահ չունենք 9-րդ Քաղաքացի կողմից ինքնական կառուցված ավտոտնակ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակը Օղամասով Զավեն Գոլոձեի Կարլաշյանը նոտարելու մասին Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ Բերդ համայնք Բերդ քաղաք Մովսես Խորենացի փողոց 27/3 հասցեում գտնվող 57 քառակուսի արտաքին չափերով եւ 49 ներքին չափերով ավտոտնակը 96,370 դրամով եւ տարածքը 28 քառակուսի Օղամասը 83,160 դրամով ուղղակի վաճառքով տարած Զավեն Գոլոձեի Քարտաշյանը Խորենաց 27 Շենքն է, իրան ավտոտնակն է ուզում սեփականացնել Ովքեր են կողմ դեմ ձեռնպահ չունենք
Հաջորդը 10 րոպե։ Հաջորդը դուսել ավտոտնական համայնքի վարչական սահմանները գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Բերքավար Մաշկոց 14 գրով 80 գտնվող 48-22 խառախուսի մակերեսով արտաքին և 39-53 ներքին չափերով ավտոտնակ 80,670 և սպասարկման տարածք 52 քառակուսի հողամասար 81,017 դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով տարել համայնք Արամայիսի Ադամյանին։ Քվեարկեցինք կողմ ձեռնպահ հաջորդը Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Բերքավար Մաշտոցի 14/16 հասցեում գտնվող 57,8 քառակուսի մակերես արտաքին չափերով և 52,64 ներքին չափերով ավտոտնակը 96,700 դրամով և պահպանման տարածք 28,9 քառակուսի մակերեսով հողամասը 83,449 դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով տարել Արամ Համայակի Ադամյանին։ Քաղաքացու կողմից սարքած ինքնական հասկացած տղերով ավտոտնակ։ քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպահ չունենք հաջորդը Հաջորդը ընկերներ, ուրեմն համայնքապետարան դիների շարք քաղաքացիներ, ուրեմն արևված կցվում է, որ իրանք ասենք վճարել են ասենք ապարտները, պատկերը ու շուգանքները խնդրել են զեղչել։ Ուրեմն Բարիս Մամիկոնյա Սիլբեկյան, գողացվաբեր աման գրանցված 21-063 մագնիշի Ես պետհամարան շոր փոխադրամիջոցի դիքար ծծով կատարել զեղչ ապաշխած ասնուժի 22,119 դրամի չափով, ուրեմն վճարվել է 41,400 դրամ և 23,100 դրամ ապար։ Հաջորդ Հայկ Հորիզոնի Գիժվարյանի Լերին կարագերախ գրանցված Dodge Challenger 2.6 մագնիշի ես պետհամարան շոր փոխադրամիջոցի դիքար ծծով կատարել զեղչ ապաշխած ասնուժի 26,694 դրամի չափով, ուրեմն վճարվել է 815,100 դրամ ապարքը և Արթուր Արամյան Toyota Camry 2.5 մագնիշի այս պետհամարան շոր փոխադրամիջոցի դիքար ծծով կատարել զեղչ ապաշխած ասնուժի 39,384 դրամի չափով վճարվել է 162,800 դրամի ապարք։ քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպահ չունենք մնաց վերջին հարցը որ պետք է մինչև մաս տարել է 15 րոպե Ենթադրում եմ, որ մայրաքաղաքից են գալիս, դրա համար այս ժամանակահատվածին այսքան ամիջում է, այսա հասնում է 2 րոպեին համբերենք, եթե չէ կարանք հետո արտահերտ նիստ անենք իրանց դոնորի ասեմ խնդիրն ինչումն այլ իրանք պետք է շատ շուտ այս համաձայնությունը ունենան, որպեսզի դոնորի միջոցով կարողանան այդ համապատասխան գումարը ես համաձայնությունը նախնական այդպես տվել եմ նրա համար, որ մեր երեխաների համար արվում է մի բան, որ ուսումնական օլիմպիադաներ, ֆիզիկայի, մաթեմատիկայի ուսումնական բնույթական ուսումնադաստիարակչական ու համապատասխան տեխնիկայով էլ համալրվելու է հետագայի մեր սենյակը մենք կարանք օգտագործենք որպես
Չնայած ռեմոնտի նախատեսված գումար չունենք, համայնքը տեսնենք ինչ ձևով կարողանա աջակցի, եթե հաստատվի ծրագիրը։ Ես սպասում ճիշտ ասած ռոբոտիկան նոր արտահայտվի, բայց ասեմ, այդ շենքը բոլորն գիտեն, որ նպատակային, ինքը համայնքային, վարչական կենտրոն, դինի բերք խոշորացված համայնքի համար ու արդեն մի քանի ուղղությունով աշխատում են ֆինանսավորում այդ հայտնելու համար։ Այսինքն մի տարի ժամանակը իրանք հետ պետք է իմանան, որ դա մաքսիմումն է, որ այդտեղ կարող մնան, այդտեղ ավելի վերանորոգման գումար, ինչ-որ ավելի ստացիոնար երկարաժամկետ պլաններ պետք է չկազմեն, էլի։ Մի տարի հետո արդեն նախագծումը իմ կարծիքով հաջողությունով հնարավոր է այս տարի մրցույթ դնենք, եկող տարի արդեն նախագիծը ունենանք ու ֆինանսավորում եթե հենց տեսանք նորմալ է, միանգամից անցնենք գործի ու դրա համար այդտեղ հնարավոր է երբ որ համայնք տեղափոխվին դեստեղ ազատվի ստեղ գաղթարեք տարած։ Ես ինչքանով հասկացել եմ ծրագրից, խոսքը չի վերաբերվում հետագայում ավելացնելու ժամանակահատված, խոսքը վերաբերում այս պահին համայնքի նաև միջամտությունը, որ կարողանան բարվոք վիճակ ստեղծի, որտեղ տեխնիկան, որը որ պետք է տրամադրվի, բավականին արժեքավոր է, այնտեղ Միովին ընդունել է հիմա օրը գիտեմ, որ շենքը ամբողջովին կարելի ասած զբաղված է դպրոցով, այնտեղ տարբեր կառույցներ կան, բոլորին համայնքը թարաչել է առանց բարձի, լրիվ տեղավորված են, Նույնիսկ աջակցել ենք դպրոցներին, որ կարողանան միջավայր ստեղծվի, աջակցել ենք դպրոցներին, որ կարողանան միջավայր Դու կոնկրետ գիտեք ինչ-որ եմ զբաղվում իրան։ Մանրամասն չէ, ուղղակի սենց ընդհանուր ոնց հասկացա իրանք ծրագրի հարցնել, կազմել, որոշակի ծրագիր են ներկայացնել, շահել են հիմա գործունեություն իրականացնելու համար պետական ծրագրի տարածքահարկավոր, այդտեղ համապատասխան տարածք կա, կարող տրամադրենք իրանք ծրագրի շրջանակում այդ գործողությունները տեղ անեն, բայց ասեց հասնում եմ, մի րոպեից ստեղ է, Միջավայրը ցավականին ընդմիջման հնարավորություններ ունի, եթե կարիք կա միջենք, բայց Աննա ջան հասնում է չէ՞ ոնց որ Բավականին նիստ ենք ուզում եք 10 րոպե միջում անենք, ձայնարկությունը կարա ընդմիջի 10 րոպեով Ոնց առաջարկեք ընկերներ Խոսքը ինչի համար եմ ուզում եմ առաջ գնալ, միջև կան հասնեմ, որովհետև ավականին նստաշրջանը միջև սեպտեմբեր արձակուրդենք Ինչը, իրանք շտապում են այս ավականով ներկայացի, որտեղ դոնորը սպասում է հստակ փաստված տեղեկության, որ ավականին հնարավորություն անձերն ծրագիրը իրականացնել։ Մինչև հասել մի հատ հայտարարություն են անում, քանի որ ամել արտադրիքի պատերա կարողանում կա իրազեկման հետ կապված, տավուշ բնակավայրը թաղամասի կառուցման հետ կապված, ամմա կազմակերպությունից հայերեն, կարող իշես հայերեն ոնց էր անունը։ Ավետարանչական ընկերակցություն։ Արդեն նախագիծ ունեն իրանք ավականին կհիշի, որ տարածք տրամադրել եք, արդեն ունեն գաղափար ինչ պետք է արվի, նախագիծներ ունեն ու պարզվել է, որ պետք է շմակ փորձակնություն անցնի, արդեն պաշտոնապես համայնքի ղեկավարին դիմումը ուղարկվել է կամ պետք է ուղարկվի ու դրանից հետո սահմանված կարգով մենք անհայտում են կազմակերպելու տալու բնակավայրը պետք է բնակչությունը հավաքվի, իրանց կարծիքն ասեն, հետո բերվելու է ձեր նախնական դրական կամ բացական եզրակացությանը ես իրազեկման մասով ինքը տարածք լավ պատկերացնում է որտեղի մասին է կառուցվել որ 8000 քառակուսի մետր շինություններ է կառուցվել 3 հեկտար տարածքի վրա
անկում էր, համբող։ Հա, շատ սիրուն նախագծեր են դրի գյուղական միջավայր պահվելու, հա։ Ստեղ կոմունիկացիաների բան ես դարձել կա, ջուր, չգիտեմ, օյոնիները երևի սեպտիկ կգիտեմ, ոզի չկա։ Ընդհանուր ես քննարկում պետք է եկել մենք հայտարարություն ենք տալու թերթում, որը նախնական համաձայնեցրիք արդեն ամսի 30-ին, հուլիսի 30-ին, դրանից հետո էլ արդեն հավաքանում հունիսի 30-ին անլայն լսում կարողի, երբական հավաքանում նիստով էլ արդեն հաջողությունով կքննարկենք դրական բացակայել տրամադրման հարցը։ Ինքը տենց բարդ պրոցես չի, ազդեցությունը վտանգավոր չի, ոնց որ հանքարդյունաբերության դեպքում, ուղղակի սնկիրազեկման հարցով ես համայնքի պարտավորություն։ Բաները մենք չենք տրամադրել, իրանք մասնավորեցան են, բայց մենք հողամասի նպատակային նշանակության հարցը ստեղ է քննարկվում։ Երելակի վարմունտեսական ամբեր Սարքեն ենք բնակել կառուցապատման թաղամաս։ Այս ընթացքի տարվա սուբվենցիոն ծրագրերից ունենք հաստատված արդեն ասֆալտապատմանը 3 բնակելի շենքերի վերքնալարքի, որ մրցույթ կայացել է շինարարության, զբոսայգի ու ֆուտբոլի դաշտի մրցույթը տեղադրված է, դեն 3-ի մասով է զբոսայգի ու ինֆապատում վերևս հնարավորությունից չենք ստացել վերջնական դրական Ինչու՞ միանգամից քանի նստաշրջանի բանի վերջին հանդիպումն է ներկայացում չեն կարել նկատել երմանավանդել քաղաքում ուղելիներ եսակ սկսվի Լանավորում իրար ենք աղել ավական Բոլոր շենքերի նախահաշիվները պատրաստված, մի միլիարդ ավել նախահաշիվ է կազմել, ընդհանուր վերանորոգման հիմա ես արդեն երևոցութային գործընթաց տեղադրվի արդեն մասպետարանի կողմից, մենք մեր ամենիք ոնց որ ասած արեց համայնքը, նախահաշիվներ ամբողջ կազմեց, փորձակնած, հիմա կտրամադրենք մասպետարանի ու ինձ թվում է իրանք էլ իրանց պայմանավորվածության համաձայն այդ շինարարությունները կսկսեն։ Բայց նա ոչ չէ երկուսն փակներ կան։ Չեմ կարող ասեմ, որտեղ շատ մեծ, օրինակ բանը ես նկարել եմ դերթի թիվ 3-ի մենակ նախահաշվային արժեքը մոտ 256 միլիոն է, դա բավական մեծ աշխատանք հավելու դժվար կարող է բացվել։ Թիվ 2-ը մոտ 180 միլիոն չի դառնում։ Լուրջ աշխատանքներ Չէ, մեկը բաց մնամ։ Այդ արդեն ընթացքում աշխատանքները կազմակերպելու համար մենք հնարավորություն կունենանք, տեսնենք ինչքան ճուկ ունենք, որտեղ կարող աշխարհը, բայց որ աշխատողներն մենք մասնակցային բյուջետավորում ամսները ծրագիրը կացվել էին, իր նախագիծը արդեն էսքիզային մասը Համասնակցային բյուջետավորումը հետաքրքիր է ու շատերին է հետաքրքիր։ Մասնակցային բյուջետավորման հետ կապված մենք այդ կարգի համաձայն նախագծման մրցույթ ենք դրել, նախագծով աշխատելը արդեն էսքիզային տարբերակը ուղարկել էր, մենք հավաքվեցինք ծրագիրը ներկայացնողների հետ, մեր հանձնաժողովի անդամներից էր կային ու համաձայնեցրեցինք ներկայացնողների հետ էսքիզը, հիմա դրա հաշվարկներն են գնում, երևի երկու շաբաթվա մեջ եթե կավարտենք, դրա փորձաքննությունը մրցույթն ընթացքի մեջ, եթե դա նորմալ ընթացքով շարժում է։ Քաղաք շատ սիրուն գրավչություն կստանա, ես Իսկ եզվին կարուսելնիքը ասած գրավչությունը հիմա դրած է։ Շահագործը
Եթել ունենք տարուավերջում կունենանք նաև բոլոր շենքային հատվածների բակերի վերանորոգված պատկեր, արդեն այն խնդիրները, որ տարիներ շարունակ բնակիչների կողմից բարձրացվել է, մեր առաջնահերթությունը դա է, համայնքի ու հավաքանը։ Եթել այդպես ներկայացնենք ու Եթե հարց եք Славный стороны, смотрели, кем бахнуть хашмер, кем бахнуть, что տեղել անեց պապիկնիկինը մնացում համիջկավեր տեղնի հատտեպիլա։ այս անորից մրցույթի ենք դնել, որտեղ գյուղերից պատճառներ կան, գյուղերից։ Օրինակ է փողոցը վերկայ բախնուց ճամ, այդտեղ թե ինչ ծեցին, քսու մի քանի ոքի ասելա վերտեղ բարտած երիքսանտեպի։ Լիքը ռեխեքեն խախանոր հեծանի քսում Այնքան արագ եմ բարը մտեղ արդյունքոն երկու պարկածներից հատինես։ Մնիցերատներ ամբողջ։ Լիքն են, ամրեխայքը, լիքն որ շենքիսներ սաղամացին իմել են։ Որ գերատեսչության պատկանում այդ գործառույթը, մենք դիմումել ենք ստացել նավորի վարչական ղեկավարից։ Պարկած մելից եկի։ Ինչա կոչվում, Արգելա։ Դրանց ասում գրական Հստական խոչում։ Մենք համայնքային նշանակություն ունեցող ճանապարհի վերանորոգված հատվածը մասնավոր անձը տեղադրել է։ Ընկերն ու գաղտնի փաստի մասով։ Մասնավոր անձը տեղել է, բայց ինչ է։ Վարչական ղեկավարը նշեց, որ մի քանի հատ պետք է ավելացում են, համատարնեք ինչ կարող կանենք։ Ներմատնեսեք, ես ամեն ինչ լանտասկի մեջ եմ, ավատվի նոր համարդի Հիմա չգիտեմ, Չեն կարող, ինքը երաշխիքի տակը կարող ապույլ չտա։ Պետք է համաձայնություն։ Նամուրի ճանապարհի մասին։ Զանգացան ճանապարհի խորանաց է ասֆալտն կարող ասել, պետք է մի երկու տեղ աննավազ հասարակական Մասնացան բյուջետավորման ենթատեքստի մեջ կար ու առաջարկել ծրագիր դրեցին, բայց մի տխրություն մեզ, որտեղ ես էլ այդ ծրագրին քվեարկել, ոնցավ է ծրագիրը։ Հիմա մենք կարանք համայնքային միջոցներով հասկանանք, բայց դա ես մի քանի տեղ տեսել եմ, ուսումնասիրել եմ, կա այնպես ավտոմատացված վճարովի, որ Իրենց եթե դուք գտակ, ես առաջարկեմ հավաքանիներն էլ մտածենք, ոնց որ պետությունը ստիպեց ճանապարհի գազալացական, վերանցականներ, որ պարտադիր պետք է ունենաք սահմանգույց, նույն ձևը ստիպեն բոլոր հասարակական հաստատություններին, բոլորին, ով որ ունի սահմանգույց, եթե հաճախ որ բնակի, չգիտեմ, մարդամասնավոր սահմանգույցի կարիք կա, դրան չունեցեն, այսինքն բոլորն իմանան, որ կարող մտնել ցանկացած հասարակական օբյեկտ, սահմանգույցի դոկտոր։ Համաձայն չի։ Չէ։ Փողոցից մտնում եմ մոտակա Դավիթ Բեյկը, ես գիտեմ, ներքևից որտեղ հասարակական զուգարան համայնքային բաները ինձ պատկերացման երևի համայնքի ամենադժվար գործն անել ու չի Եթե ուղղակի Եվ հասարակական զուգարանը համայնքային միջոցներով վճարովի երկու տեղ համայնքի բարի կամքը հենավիներով համայնքավետան, որ երկու հայ մարդ ճայի, վճարը վերցին այդ մարդիկ, իրանցով տաղաններ, սպասարկող ինտելիգենտ համարկրի, որ նստին սպասարկի մակրի ու բնակչության վճարը մայր հաշիները հաշվով ակտուրը դա, մենք ենանի վճար չվերցնեն, համապարած համարկան։ Դու չկարողանում ես ուղղակի տրանսպորտը միջոցները ակցիոն անենք, երկու տեղ կարողանում ես մեկը
Ճիշտ է։ Գարանք համապատասխան աշխատանք մի քիչ լուրջ սոցիալական ընտանիքների մարդիկ, որ սպասակ են և զրակությունը վճարելով իրար Միքուրը դեմեսակ իչել Այդ ծամակությունում անգամ դրեք մասնամիք նախագիծ Արդեն կառուցում անհրաժեշտությունները ախտով նոր կառուցում են դե նախագիծ առաջից կառուցում մասնագիծ չեղավ ասենք բանը նույն տեղը իր անգամ Կոյունը ես մեկը դեպ կառուցում Այնտեղ բան կար, կոյունը ժամանակ կներան Բայց այդ արկը մենք մի հատ սարքեցինք շնչինի գյուղապետ տարանում այդ մասնագիծներ եկան խնդրեցինք Իսկ այդ ավտոկաներն Հանը լավ է վիճակը Ընդեղ իսկ է խնդիրը Իջան, բայց դու ես դեմ, որ հասարակական շինությունները հարցիմություն Շեսեք, կլինի կանես որ հասարակական շինություն Կյանք, բայց որը դեպքեր են դերնենք գրում ենք բեզան Շուտ տիրը ես չէ բայց իշտ ապատիշի Իշտ ապատիշի Բնակիչը, օրինակ Մոտվի իր մոտակա սպասարկման հաստատությունից Մի բան ասեմ, հաստատության սեփականատերը մի քանի պատճառներ ունի, որ մարդիկ նոր մարդեր վերաբերել բաները, զուգարանները։ Դրա համար չեմ Խոսքը վերաբերում էր երեխաների լավ ծրագիր իրականացնելու դրա համար ավականին այսքան աշխատանք ավարտած շարունակեց։ Խնդրեմ Գրիգորյան նորից հարցը ներկայացրեք մանրամասն Վինը սոցիալական հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին բան համաձայնություն Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Բերդ համայնքար Ալբերտ Լևոնբեկի 10-ասյուն գտնվող վարչական շենքի 3-րդ հարկի 16 14.4 մակերեսով և 11.30.22 մակերեսով ընդհանուր 44.66 մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով 1 տարի ժամկետով տրամադրել Վիններ Բերդ սոցիալական հիմնադրամին Բերդ STEM Hub ակումբի շրջանակներն ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Ներկայացրեք ավականին ուզում այմանը այդ ինչ է։ Ներկայացնում եմ սոցիալական հիմնադրամը և մեր հիմնադրամը, որ Ադրամը մեր Վիններ Բերդը, որ հիմնադրված է 2020 թվականից սկզբում իր գործունեության սկզբնական ընթացքում մենք ծրագրեր ենք իրականացրել կանանց կրթության, կանանց տնտեսական զորացման վերաբերյալ և ավելի շատ հետողություններ մտնաձևել, բայց հետագայում համայնքի բնակիչների երիտասարդների հետ շփվելով և ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ և ունենալով նաև կամավորների մեծ խումբ, մենք եկանք եզրակացության, որ մեր համայնքում ավելի քիչ են կրթական ոլորտին վերաբերող ծրագրերը և նաև ուսումնասիրելով մեր համայնքի տարածաշրջանի երիտասարդների հիմնական նախասիրությունները և իրենց հետաքրքրությունները ոչ ֆորմալ կրթության ոլորտում, մենք որոշեցինք ծրագիր իրականացնել STEM Hub-ը, STEM դա անգլերեն հապարում է, որը նշանակում է բնագիտական ուղղությամբ վերաբերող դասընթացներ, հիմնականում գիտություն, տեխնոլոգիաներ, մաթեմատիկա ոլորտին է վերաբերվում և մեր շահառուները հիմնականում հանդիսանալու են
Վերջ տարածաշրջանի բոլոր 21 ուսումնական հաստատությունների 14-18 տարեկան տղաներ եւ աղջիկները մեր կատարած հարցումներով 1932 աշակերտ ունենք այդ տարիքի 974 տղա 958 աղջիկ, որոնք հիմնականում հանդիսանալու են մեր շահարկությունում։ Ծրագրի շրջանակում հիմնելու ենք հաբ, տեխնոլոգիական հաբ, որտեղ այդ հիմնական երիտասարդները կշփվեն, կրթություն կստանան արհեստական բանականության, ծրագրավորման, ռոբոտաշինություն, նման տիպի ոլորտներ, քանի որ ամբողջ աշխարհում ապակաս այդ ուղղությամբ ասենք ավելի շատ երիտասարդները ավելի քիչ են դիմում նման ոլորտների, մենք որոշեցինք, որ մենք առաջ ելնենք մեր տարածաշրջանում եւ որպես կազմակերպություն եւ ունենալով նաեւ երիտասարդական խումբ, առաջինը սկսենք ոնց որ պիլոտային ծրագիր, որը կվերաբերվի երիտասարդների STEM ոլորտին։ Հիմնական սենյակները կահավորվեն կահույքով և համապատասխան տեխնիկան, ռոբոտաշինության լրի սարքավորումներով և ծրագիրը տևել է ամեն տարի, ծրագրի հովանավորն աջայզեքը, ծրագրի ընդհանուր բյուջեն 18,5 միլիոն դրամ է, իսկ ծրագրի ավարտից հետո ամբողջ գույքը և սարքավորումները և տեխնիկան, ռոբոտաշինության պարագաները մենք նվիրում ենք Բերդի համայնքապետարանին իրենց հետագա երիտասարդական ծրագրեր իրականացնելու համար։ Հարցերն եք։ Այդ կազմակերպությունը հովանավորը որ երկրի Աջայզեքը գերմանական կազմակերպություն։ Շնորհակալություն, որ այսպես հիմնավոր բացատրեցիք դրա համար քվեարկել։ Մի բան եմ ասենք հեռավոր գյուղերից գիտեմ, ես արդեն իմացա, որ այդքան հաստատություն ասեցիք, ուրեմն բոլոր դպրոցի երեխաները ասենք ունեն ժամերի կազմակերպելով, որ ասենք ավտոբուսի ժամերի։ Ասեմ ձեզ, որ մենք հրավիրել ենք լավագույն մասնագետներին, հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպելու դասընթացների զուգահեռ, մտածել միջոցառում կազմակերպենք ձեզ մոտիվացիոն, ասենք STEM-ի հայ կանայք ամբողջ Հայաստանում STEM ոլորտում որ կայացնեն իրենց հետ հետաքրքիր դες միջոցառում լինի։ Եկը հակաթխոնդեր, ռոբոտաշինության համայնքային հիմնախնդիրների լուծման համար ասենք նորից հակաթխոնդ եւ այն երեխեք ովքեր լավագույն լուծում կտրամադրեն իրենց հետ ինչ-որ կստանան։ Հենց սկսեք առաջին համայնքային լոգո կստեղծել։ Հետաքրքիր ոնց որ եզրագիտություն որոշել են մի բարձր լեռան վրա կարող մորգոսի վրա արդեն տենց որոշել են տեզերական հատուկ տեզրականներով, աստղադիտակներով, աստղադիտումներ կազմակերպել, դասընթացներ, այս ընթացքի մեջ այս ամեն ինչը ասենց շատ սիրուն միջոցառում ես պայմանակ ենքան հատնել, ասենց չեմ հիշում ինչեր են նախատեսել։ Հաստատված է, թե հլա չէ։ Հաստատված կլինի, որովհետև ծրագիրը հավանել են արդեն ոնց որ հաստատման փուլում, այլի ծրագիրը անցել է։ Մի հարց են եթե կարելի։ Դուք ասեցիք, որ մի տարով է ծրագիրը ու ավարտվելու է ծրագիրը, հետագայինների սպոնսորներ կճարեն։ Ուրեմն սպոնսորներ կճարեն, որտեղ մենք պիլոտային նախնական մենք Տավուշի մարզի մենք սկսում այս ծրագիրը որոշել ենք, հետագայում արդեն էլի սպոնսորներ նորից ասենք համայնքապետարան երիտասարդներն էլ կարան միանան ծրագրին իրենք էլ մեզ հաստատ օգնեն, էլի ինքը երիտասարդական է, բայց դրանից որ այդ 21 ուսումնական հաստատություններում մենք իրանց բան ունենք ստեղծած, էլի կգմիսի նախարարության հետ ջայզեթ ունի որոշակի բրոշիկ ստեղծած, այդ ինչ ասեմ ոլորտու այդ կանաչ աշխատատեղերը մենք սկզբնական շրջանում բոլոր դպրոցներով կանցնենք դպրոցական կոլեկտիվների աշակերտների հետ կպատմենք ծրագրի մասին, այն երեխեք ովքեր հետաքրքրված են այս ոլորտով իրենք էլ թողան մասնակցեն ծրագրին եւ հետագա իրանք էլ հնարավորություն կունենան այդ ոչ ֆորմալ կրթության, այն երեխեք ովքեր արդեն որոշակի հաջողությունների հասել են
մեր կամավորներից կամ իրանց օգնեն դրսի արգելքում սովորելու չգիտեմ ինչ-որ իրանց այս հարցերով էլ կարող օգնեն, որտեղ դրսում էլ հիմա ավելի շատ ուղղվածություն է ստեմ ոլորտն ամբողջ աշխարհում եւ լավ աշխատավարձ ստացող ոլորտը հենց այս ոլորտն է։ Դե մի հարցեք ես, եթե կարելի է, եթե ծրագիրը կայունություն ունեցավ, ու հետագային ունեցավ շարունակականություն, ո՞նց եք պատկերացնում այդ դեպքում, եթե մենք պայմանագիրը կապում ենք մի տարով, ձեզ հետ տվյալ հատվածի համար, ու դրանից հետո հնարավորություն ենք ունենում վերանորոգելու այդ շենքը կամ ինչ-որ ձևով ապամոնտաժել, դուք ո՞նց եք պատկերացնում ձեր հետագա Քանի որ այս ծրագրի շրջանակները նենց է, որ դոնորն էլ ինքը պիտի համայնքային ծրագիր ավելի շատ այս ծրագրի շրջանակներն մենք պիտի համայնքին աշխատենք, իսկ հետագայում եթե մենք ուրիշ դոնորների լինենք, մենք ուրիշտեղ կվարձակալենք արդեն այս ձևով, բայց այս կոնկրետ այս ծրագրի տևողությունը մի տարի է, հետագայում մենք իսկում այն մեր համայնքապետարանը, եթե ինչ-որ հարց լինի, մեզ կընդառաջի նմանատիպ ծրագրերի համար։ Ոնց հասկացում եք շարժական տարածքի խնդիր պիտի Դասում 5 միլիոն որը հիշատակեց սարքավորումները վրա մեջ մտնում է մեծ բարձրություն տեխնիկա է այնտեղ լրիվ ռոբոտաշինության նոր սարքավորումներ են, որ ասենք դպրոցներն չի օգտագործում, ինքը իրանք ավելի շատ թանկարժեք բաներ են, լեգոներ են, չգիտեմ ինչ են, որոնք հիմնականում չի օգտագործում, մենք ավելի շատ նայել են, որ ինքը ավելի արդիական, ավելի ժամանակակից, ավելի հետաքրքիր։ Իմ կարծիքով 18.5 միլիոնը շատ ճիշտ գումար է նման ծրագրերականացնել։ Այնուամենայնիվ ել ենք այդ սահմաններում, որպեսզի մենք կարողանանք։ Առաջարկում եմ ես համայնքի համար, երեխաների համար, այդ լավ ծրագրի համար քվեարկենք ու հնարավորություն տակ իրականացնելու մեր համայնքում, Բերդում։ Ովքեր են դեմ ձեռնպահ չունեն, վերջին հարցը մնաց, շնորհակալություն։ Հասմիկ, ուրեմն արժեր սպասած և ներկայացուց հաջորդ հարցը վերջին Շիմարզի Բերդամայնքի ավարտման հերթական նիստի գումարման օր ու ժամ սահմանել 26 թվականի սեպտեմբերի 8-ը ժամը 16:00 Շնորհակալություն ստաժետյանի համար, ովքեր են գոհ, շնորհակալություն ընկերներ։